Բարև բոլորին։ Դուրս եմ եկել տանից, եկել եմ խանութ մի քանի բան առնեմ։ Իհարկե ձեզ հետ միասին։ Շատերը գրել էին, որ շատ քիչ են վիդեոները դուրս գալի եւ շատ ուշ են դուրս գալիս։ Ձեզ հետ համամիտ եմ։ Ուղղակի այս վերջին շրջանում ես անընդհատ տան մեջ փակված եմ, որտեղ մինչ օրս գալիս են վարպետներ եւ բազմաթիվ բաներ կան ավարտելու եւ այդ պատճառով ես անընդհատ, այսպես ասած, տանը նստած եմ եւ չեմ պատկանում ինքս ինձ, որ կարողանամ դուրս գամ, գնամ խանութ, որևէ ինչ-որ կենտրոն կամ ինչ-որ մի վայր։ Շատ իմ կյանքը այսպես փակ անցավ այս մի որոշ ժամանակը։ Այսօր մոտ 2 շաբթի է, վաղը նորից գալու են։ Չգիտեմ ինչքան ժամանակ կտևի, բայց տեղադրում էին շենքի վրա տեսանկարահանող այդ կամերաները, հետո ձեզ ցույց կտամ, բազմաթիվ կետերում տեղադրել են ու իմ ներկայությունը պետք էր, որ ես անդադ հեռախոսով նայում էի լավ կետից է դրված, թե ոչ, երևում աշի երևում, այդ ամենը։ Այնտեղ շրիշակի խնդիրներ կային, պետք էր ավարտել, չէր ավարտել, շատ բաներ կային մի խոսքով, որ պետք էր արվեր։ Այդ իսկ պատճառով ես էլ իրանց հետ հավասար անցկացրեցի տանը։ Դա է խնդիրը, որ ուշ էր վիդեոները դուրս գալի եւ ես էլ շատ կարոտում եմ, ճիշտը որ ասեմ, շատ հետաքրքիր բան է, բայց կարոտում եմ ես այս նկարահանումները։ Ես հասկացա, որ սա ինչ-որ բան է, որ ինձ դուր է գալիս, շատ հետաքրքիր է, բայց իսկապես այդպես է, դուր է գալիս ինձ այս վիդեո նկարելու, հաղորդակցվելու գաղափարը եւ ընդհանրապես կարծում եմ, որ ես կարիք ունեմ հայրենակիցների, հայերի, կապ չունի որտեղ են ապրում, հա, շփման մեջ։ Երևի դա իմ ամենակարևոր բանն էր, ինչի համար ես վարեցի բլոգ, ինչի համար բացեցի YouTube-ը հենց հայերեն լեզվով, որտեղ ես ունեմ շփման կարիք, ժողովուրդ։ Ես դա հասկացա։ Ես ունեմ շփման կարիք իմ հայրենակիցների հետ։ Ուզում եմ խոսեմ, ես կարոտում եմ այդ ամբողջ խնդիրը։ Ու ես հիմա հասկացա, որ ես դրա համար եմ դա արել։ Եվ իսկապես պակաս զգացում, երբ որ քիչ եմ վիդեոներ տեղադրում, բնականաբար ձեզ հետ էլ քիչ եմ շփվում։ Եկել եմ Նովոլի թաղամաս, իմ սիրելի Պեպկո խանութը, ուզում եմ տեսնեմ ինչ նորություններ կան այստեղ, պտտվեմ մի քիչ, հետո երևի կմտնեմ H&M, հետո ուզում եմ մտնեմ սուպերմարկետ, այստեղ Էսելունգա սուպերմարկետն է մոտիկ, հետո նոր կգնամ տուն, տանն էլ շատ բաներ ունեմ անելու, Ամազոնից պատվեր ունեմ, հույսով եմ չի գա այն ժամանակ, երբ որ ես դուրսն եմ, որտեղ շատ անգամ բերում է, եւ եթե տունը չենք, նետում է այգու այդ ճաղերից ներս, այդ արկղը ու գնում է, բայց այդ մեր ճաղերը այդքան բարձր չեն, ցանկացած մարդ, որ անցնի տեսնի, կարող ուղղակի ցածկի ներս, վերցնի դուրս գա, ես չեմ էլ իմանա դրա մասին, բայց ստիպված եմ այսօր դուրս գալ, որտեղ վաղը նորից ես կլինեմ փակված տանը։ Այդ իսկ պատճառով գերադասեցի դուրս գնալ, մի քիչ գոնե փոխել իմ շրջակա միջավայրը, որտեղ խելագարվել կարելի է տունը վարպետների հետ ընկերներ։ Այսպես, հիմա գնամ խանութ, տեսնեմ ինչ հետաքրքիր բաներ կա։ Եթե ձեզ հետաքրքիր է կնկարեմ, եթե հետաքրքիր է դուք էլ նայեք, եթե ունեք այդ խանութը Պեպկոն, տեսնեմ ինչ հետաքրքիր նորություններ այստեղ կան։ Ես շատ եմ սիրում տանը փոփոխություններ անել, ինչ-որ տան գնումներ անել, ու որ երկար ժամանակ չեմ անում, ես տխրում եմ։ Այս թաղամասը ձեզ արդեն ցույց եմ տվել, ուսանողական թաղամաս է,
մեծամասամբ, հա։ Լավ թաղամաս, հա։ Չնայած շատերը կան բողոքում են, բայց ես չեմ բողոքում դեռ։ Սիրում եմ այստեղ գալ։ Մտնենք խանութ, տեսնենք ինչ կա։ Նոր տարվա իրեր, ժողովուրդ, վերջ, նոր տարին սկսեց, ինչ լավն է, այ տագդիրով է, ես եվի մոմա, հա, ինչ հոտ ունի, այս ինչ լավ հոտ ունի աստված, ես ինչ էր, ես ինչ լավ հոտ էր, ժողովուրդ, չէ, ես կանաչ հետքան չէ, բայց ես մեկը շատ լավն էր, ես ինչ է, 5 եվրո արժի, և ինչ է ինքը, Rose Wonderland. Ay, ինչ լավ հոտ է։ Պլեդեր։ Ես ինչ էրա։ Վերջ, ստեղ նոր տարին օֆիցիալ սկսվեց ժողովուրդ։ Արդեն բերեցին բաժակներ, դեկորացիաներ, ամեն ինչ։ Սիրուն է։ 2 եվրո 50 ցենտ։ Ճուղիկը։ Ինչ ասես կա։ Այս էլ է սիրուն։ Ինչ լավն է, 2 եվրո 50 ցենտ։ Մեքենան էլ է լավը։ Ես շատ եմ սիրում այսպես դեկորացիաներ տանը հավաքել։ Ինձ թվում է իմ անցած վիդեոից արդեն տեսակ, որ ես շատ եմ սիրում։ Այսպես տունիկներ, ոչի, սիրում եմ երեխեքին շատ այդ դուր գալի, իրանք նենց են սպասում։ Նենց են ուրախանում ես ամեն ինչի վրա չեք պատկերացնում 3 եվրո արժ, ինչ լավն է, կարելի է գիտեք ստեղ արդեն գնումներ անել, տունիկներ ենքան ունեմ, տեսակ արդեն, որ տունիկ ես չեմ առնի իհարկե, երեխեքի պիժամկաները, շատ սիրուն է, բոլորը նոր տարվա այդ թեմատիկայով են արդեն, շատ պուճուրների, մեծերի տղա աղջիկ, ես ինչ լավն են ժողովուրդ, ես գժվում եմ սենց թեմատիկ բաների համար, ես ինձ կորցնում եմ Ուզում եմ ամեն ինչ առնեմ, ժողովուրդ, հլստեն նայեք, ինչ լավն է, ամենահետաքրքիրը որ գներն են շատ լավը, հլստեն նայեք, այս շալվար արժի 4 եվրո, ու ես չեմ կարա ձեզ ասեմ որակը որ շատ վատնա, նես չի որ շատ վատնա, այս վիտր արժի 7 եվրո, 3000 դրամ, տեսնենք ինչ կա, չեմ կարա ասեմ որ որակը սենց հիանալի է, սրանից լավը չկա, չէ, բայց այս նույն որակի դուք կգտնեք նաև պրենատալում, բայց 5 անգամ ավելի թանկ, հələ նայեք ինչ լավ կորտ կա, հələ նայեք, ինչ արժի, 16 եվրո, պատկերացնեք, 16 եվրոն էդի չալնում, 7000 դրամ, ու մատ նայեք ինչ սիրուն է, ես կգժվեմ ժողովուրդ, բար, ու այսենց լիքը բաներ, այս խանութում սա, այսենց անտիր բաներ է, այսենց գներով, երեխեքի համար հիանալի է ժողովուրդ, որտեվ իրանք միևնույն է հագնում են, փչացնում են, կեղտոտում են, դա երբեք երկար չի տևում, եւ вообще իմաստ չեմ գտնում երեխեքի ինչ որ այսպես ամեն օրվա շոուերի համար շատ գումար ծախսել։ Իսկ բանկապարտեզից գալիս են բացառապես ցեխոտ, կեղտոտ, այդ իսկ պատճառով ինձ թվում է ես այս շալվարներն էլ հիմա կառնեմ։ Մի հատ պատտվեմ ընդհանուր տեսնեմ ինչեր կա։ Բայց շատ լավ բան է, հեսա, հաստ են շատ, լեգինսներ են, բայց հաստ են ձմեռային եմ, շատ սիրուն են։ Բա ժողովուրդ ջան, եթե ունեք այս խանութը, ձեր կողքերը, ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, գնումներ կատարել, որտեղ երեխաների համար իդեալական է հագնեն, խաղան, կեղտոտեն եւ դեն նետել առանց մտածելու։ 6 եվրո, խնդրեմ։ Շատ սիրում եմ Frozen-ի շորիկը, սա ինչ արժի, 9 եվրո, մենակ նամար, որ Frozen է, բայց շատ լավն է ժողովուրդ, պիժամաներ կան Frozen և պրինչիպեսաներ, իտալերեն պրինցեսան, պրինչիպեսա, մի զարմացեք, որ մեկ ասում եմ, ես էլ եմ խառնում, Victoria's Secret-ի նման պիժամա պուճուրներին, այստեղ խալատիկներ, ավայ աստված, ես կվատանամ հիմա, մարդ ես ամեն չի, որ տեսնում է երեխեքի, ուզում է երեխա ունենա, գիտեք, ուզում ես ամեն ինչ առնես, այս տղաներինն է, մամա ջան, ես ինչ լավն է,
Այս որ իմ երեխեքը տեսնեն, վերջ։ Շատ սիրուն է։ Գնամ տեսնեմ ինչ կա դեկորացիաներից, չնայած ամեն ինչը նոր տարվա մոտիվներն են, նայեք էս ինչ սիրուն է, էս ինչ արժի։ 6 եվրոյին է, հələ տեսեք, տաք, սիրուն, թիթիզ։ Չէ, ես երևի ստեղից դուրս կգամ շատ բաներով, տոպրակներով։ Խաղալիքներ էլ ունեն, ամեն ինչ կա այս խանութում, վատը չի ժողովուրդ։ Ոչ մի բանը վատը չի, բայց գները այսենց կեսի կես։ Բջուրիկ տիկնիկներ։ Ես այստեղ մեկ բաժակ եմ տեսել սայթով։ Այ չգիտեմ, ես կգտնեմ այն, եթե գտնեմ կառնեմ, գիտեք։ Հույսով եմ չեն գնե, որտեվ հետ չեմ տեսնում ես իրան այստեղ։ Ինձ թվում է նա վերջացել է, որտեվ շատ սիրուն էր։ Տոնածառի ձևով էր։ Սրանից ունեմ։ Այսինքն բաժակա, որ տոնածառի նման մեջը տեսնում եք, երկու են շերտանիներից, հա։ Այս ունեմ։ Անցյալ տարի եմ գնել ստեղից։ Թեյնիկն էլ ապայս լավ է, հələ տեսեք ինչ սիրուն է։ Շատ սիրուն թեյնիկը։ Ինչ արժի։ Արժի 7 եվրո թեյնիկը։ Լավն է։ Համ իր մոտիվները, համ սիրուն է։ Բայց բաժակը չկա։ Տխրեցի ես։ Առել են։ Ցեկա, ժողովուրդ ջան։ Իհարկե առանց գնումներ ես չեմ կարա դուրս գամ։ Հասնեմ տուն ձեզ ցույց կտամ ինչ գնեցի։ Շարժվեմ դեպի սուպերմարկետ։ Այստեղ մի հատը կա, կոչվում է Էսելունգա։ Ես սիրում եմ այն եւ մի քանի բան հենց այնտեղից էլ կառնեմ։ Կգնամ հետո սուրճ կխմեմ եւ կգնամ տուն մաքրություն, դասավորություն, աշխատանք եւ մնացած ամեն ինչ անելու համար։ Վերջ, իմ ժամանակը կսպառվի։ Իմ անձնական ժամանակը ժողովուրդ։ Չգիտեմ բոլորիդ մոտա տենց թե ես եմ մենակ էսենց։ Շատ սիրուն այգի այստեղ։ Քայլենք դեպի սուպերմարկետ։ Բավականին տաք է, չնայած առավոտները սառն է, բայց ցերեկը բավականին տաք է, ես ձեզ ասեմ, եթե գալու եք, նախատեսեք որևէ տաք վերնահագուստ ձեզ հետ ունենաք, բայց ենթադրում եմ, որ քայլելուց դուք կշոքեք եւ այն կհանեք։ Իդեպ այստեղ էլ շատ հյուրանոցներ կան այս հատվածում եւ քանի որ կա տրամվայ, շատ ավելի հեշտ է հասնել կենտրոն, որտեղ այս տրամվայը ուղիղ գնում է կենտրոն։ Այս տրամվայը ուղիղ գնում է կենտրոն, ժողովուրդ։ Իսկ ես հիմա փորձեմ հետ անցնել ճանապարհը, գնալ այս սուպերմարկետը, մի քանի բան գնել եւ հետո գնալ սուրճ խմելու, ժողովուրդ ջան։ Նենց արագ անցնում ժամանակը, չեք պատկերացնում։ Չեմ հասցնում ոչ մի բան անեմ։ Այս հյուրանոցն էլ լավ է, կոչվում է Star Hotel, ցանցային հյուրանոց է եւ բավականին լավ է։ Իդեպ, եթե ստեղ կուզենաք այս զոնայում վերցնեք, շատ լավ հյուրանոց է։ Այս հատվածը այնքանով է հարմար, որ գները կլինեն ավելի ցածր։ Հասանելիությունը շատ արագ է, որտեղ կա ասեցի տրամվայ, եւ կան սուպերմարկետներ, ամեն ինչ կա։ Կենտրոնի նման չի, որ ընդհանրապես մի հատ սուպերմարկետ է եւ վերջ։ Մի քիչ ստեղ հնարավորությունը ավելի շատ է, էլի։ Սա հետևից այդ հյուրանոցն է։ Վերջ փոքրիկ գնումներս ավարտեցի։ Հիմա գնամ սուրճ խմեմ, ժողովուրդ։ Արժանի ենք մի հատ սուրճի։ Արդեն ժամը չգիտեմ, երևի 10-ն է։
Ես սուրճ չեմ խմել, պետք է գնալ այդ գործով, հեչ լավ տեղով փողոց չեմ անցել, ասեմ ձեզ, ինչի տենց արեցի չգիտեմ, բայց արդեն ուշ եմ։ Տարբեր խանութիկներ են այստեղ, գեղեցիկ իրերով։ Գնամ այս սրճարանը։ Իմ սիրած սրճարաններից մեկն է այս թաղամասում, կոչվում է Silvano e Valentino։ Ես ինչ-որ բան ուզում եմ, թե չեմ ուզում, ժողովուրդը լասեք։ Ինքան սիրուն ամեն ինչը, սա գիտեք ինչա կաշտանով խմորեղեն այ բետ, երբեք չեմ կերել, բայց ինչ-որ շատ սիրուն տեսք ունի։ Չէ, Ժորժ ջան, ես ոչինչ չեմ ուզում, վերջ որոշեցի։ Սուրճ եմ խմում, կապուչինո եմ խմում եւ վերջ։ Ես ինձ լավ եմ պահում։ Դիմակայում եմ այս բոլոր քաղցրավենիքներին, վերջ։ We have like հավդակը։ Բոլորը այստեղ կանգնացվում են, կանգնած ուտում են, բնականաբար սա խապմագետին։ Այս է իսկական իտալական հիշակեղենի խանութի կաֆեի վիճակը եւ կոլորիտը, որը ես շատ սիրում եմ։ Այսինքն ոդկի վրա բոլորը ուտում են, ոդկի վրա խմում են ու գնում են։ Եթե հետաքրքիր է, կապուչինոյի համար վճարել եմ 1 եվրո 50 ցենտ։ Գրացիա։ Ես իմ կապուչինոյով կարևորը հասնեմ տեղ, ժողովուրդ։ Մի կերպ հասա։ Սուրճս խմեմ, ժողովուրդ ջան, եւ գնամ։ Հետաքրքիր է ստեղի մոտեցումը սուրճին, կյանքին, ես միշտ զարմանում եմ, միշտ նայում եմ, ինձ հետաքրքիր է։ Մենք սովոր ենք չէ հայերս, որ սուրճը մեր համար ոնց որ մի հատ փոքր հանգիստ կլինի։ Չգիտեմ, ամեն դեպքում իմ համար իմ շրջապատում նստել, սուրճի հետ իր ամեն ինչով հանգիստ սրճարանում խմել, իսկ իրանց համար դա սենց ուղղակի մտան, այդ սուրճը 1 վայրկյանում խմեցին ու վազեցին։ Նույնիսկ չունեն կուլտուրա, որ այդ սուրճը բռնեն պլաստիկի կամ թղթի այդ բաժակներով եւ այդպես քայլեն ու խմեն։ Իրանք չեն հասկանում ոնց կարելի է սուրճը այդպես քայլելով խմել։ Իրանք պետք է 1 րոպեում խմեն եւ վերջ իրանք գնացին։ Իրանց համար սուրճը այդպեսին է։ Շատ հետաքրքիր մոտեցումներ ունեն կյանքի, շատ տարբեր մեզանից։ Խմեմ գնամ ժողովուրդ ջան, կհանդիպենք ավելի ուշ։ Ընկերներ, ես վերադարձա արդեն դրսից։ Ինչպես ես խոստացել եմ, հիմա ձեզ ցույց կտամ ինչ եմ գնել այս խանութում։ Առաջինը չկոտրեմ կարևորը, քանի որ այնտեղ արդեն ստացել էին նոր տարվա կոլեկցիան, ես իհարկե չկարողացա ինձ ստանալ եւ գնեցի մի քանի բան, որովհետեւ վախենում էի, որ հետո չի լինի ուղակի, վերցրեցի այս բաժակը, տոնածառի տեսքով, թափանցիկ, վերցրեցի մեկ այլ բաժակ եւս, այսպիսի տեսքով, տոնածառներով, ինձ թվում այլ ինտերիերին բավականին խոսում է եւ գույները եւ ոճը։ Այս երկու բաժակը տան համար վերցրեցի։
Եվ փոքրիկների համար, ավելի ճիշտ մեծ աղջկաս համար, վերցրեցի սա, շատ դուր եկավ սա, մանկապարտեզ գնալու համար շատ փափուկ հետաքրքիր նյութ է, բնականաբար ենթադրում եմ բնական չի, 6 եվրո արժեր սա, և վերցրեցի նաև փոքրիկի համար այս շալվարը, էլի նմանատիպ նյութից, փափուկ, նապաստակներով, իստում այնքը կուրախանա, սա ևս արժեր 6 եվրո։ Կամեին իմ այսօրվա գնումները ընկերներ, չհաշված սուպերմարկետի փոքրիկ ծախսերը, ասեցի կիսվեմ ձեզ հետ, եթե ձեզ էլա հետաքրքիր սենց դեկորներ։ Ընկերներ, շատերդ եք հարցնում այս application-ի համար, ցույց եմ տալիս ձեզ նրա տեսքը, անունը, VP, այսպես եք քաշում, ես պատվիրել էի մի քանի լուսամփոփեր եւ առհասարակ ամեն տեսակի բրենդներ հայտնի, դուք մեջը կգտնեք։ Փորձեք տեսեք, միգուցե ձեզ էլ դուր գա, ձեզ էլ պետք գա։ Ամեն դեպքում ցույց եմ տալիս կրկին, ընկերներ։